Հարցից բոլորը շեղվել են եւ այդ իրավունքից կօգտվեմ նաեւ ես։ 3 օրվա երկրորդ կեսից նորընտիր ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրության հարցը։ Իշխանությանը հասնող երկու աթոռներից մեկին ՔՊ-ն ուզում է նստի Հայկ Կոնջորյանը, բայց նրա թեկնածության շուրջ հարցերը սպառել են падգամավորները։ Հիմա խոսում են ամեն ինչից 2020-ի 44-օրյա պատերազմից, Ալիևի Հայաստան 300,000 ադրբեջանցու ուղարկելու հայտարարություններից, Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելուց, հայ փոստից, նոր ազգային ժողովում թրենդային դարձած բարեկրթությունից ու նույնիսկ սեռով պայմանավորված խտրականությունից, բայց ոչ Կոնջորյանի թեկնածությունից։ Դուք շահեկան դիրքերում չեք խոսելու Լեռնային Ղարաբաղի բանակցության շուրջ, որտեղ եւ որ վարչապետը այս ամբիոնից դադարելով լինել դաշնակցական, ասում էր, որ պետք է նշաձողը իջեցնենք, դուք չեք համաձայնել դրան։ Դուք շարունակաբար կրկնել եք նույն սխալը, էսա մեր եւ ձեր տարբերությունը։ Էս է նրա պատճառը, որ 21 թվականին վերընտրվել ենք, 26-ին վերընտրվել ենք։ Շարունակում ենք քննարկել Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Մեր կոնցեպտը շատ պարզ է։ Ասում ենք, սիրելի ժողովուրդ, եկեք ֆիքսենք, որ երկրներն են մեր սպառնալիքները, եւ դա Ադրբեջանը եւ Թուրքիան են, մնացած երկրները կարող են լինել մեր պոտենցիալ դաշնակիցները։ Դուք ասում եք, եկեք սպառնալիքին սպառնալիք չանվանենք, դրանով սպառնալիքը կդադարի սպառնալիք լինել, ու եկեք թշնամիներ մանգանք որտեղ կարող ենք։ Հայ-ադրբեջանական հակամարտությունից մեր երկրի անվտանգային սպառնալիքներից անցում էլ ցանցերի ու հայ փոստի թեմային։ Այս դեպքում արդեն ՔՊԱ-ականների բանավեճը ընդդիմությունից ուժեղ Հայաստանի падգամավորների հետ է։ Ընդդիմադիրները հետաքրքրվում են, թե ինչպես է ստացվում, որ ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Հայկ Կոնջորյանի կնոջ Շուշան Ալեքսանյանի կառավարման օրոք հայ փոստում նվազում է ընկերության հասույթը, փոխարենն ավելանում վարկերը, բայց Ալեքսանյանն ըստ պաշտոնական հայտարարագրի ամսական մոտ $10,000 համարժեք աշխատավարձ ստանում։ Ուրեմն հետևություն, որ պետությունը մասնավոր ոլորտի ամենալավ կառավարիչը չէ, հեծի օրինակի ակնարկով հարցնում է ընդդիմությունը։ Պետության հաշվին top մենեջերը ստանում է $10,000 աշխատավարձ, շուրջ 40 անգամ, մինչև 40 անգամ, լավ 37-8 անգամ ավելացել են պարտքերը եւ խոսում են, որ ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, պետությունը կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկը դա երկակի ստանդարտների կիրառումն է։ Եթե տնօրենը հայ փոստի աֆիլիացված չլիներ պարոն Կոնջորյանի հետ, դժվար թե նա կարողանար շարունակել պաշտոնավարել։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտեղից է վերցվել։ Իշխանությունն այլ բանաձևով է հայացքն այս հարցին ուղղում։ Այստեղ հարցը այն չէ, որ Հայկ Կոնջորյանի կինը կոմպետենտ է իր պաշտոնին, թե ոչ, այլ հարցը այն է, որ Հայկ Կոնջորյանի կինն է։ Ինքը խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Կոնջորյանը լսելով ընդդիմությանը վերահաստատել է համոզմունքը, որ ամեն բան միայն իր հետ փոխկապակցված անձանց շուրջն է պտտվում, հակափաստարկներ չի լսել կոնկրետ իր թեկնածության վերաբերյալ։ Դուք վախենում եք, հարգելի գործընկերներ, որ ես այստեղից բարձրանամ այստեղ։ Դուք շատ ուժեղ վախ ունեք դրանից, եւ ես ուզում եմ ձեզ հանգստացնել։ Հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Նույն կերպ գրեթե նույն համամասնությամբ միայն մեկ ձայնի տարբերությամբ Ռուբեն Ռուբինյանի հետ համեմատ, բացառապես կուսակիցների աջակցությամբ նորընտիր խորհրդարանի նախագահությունում Ռուբինյանից մեկ աթոռ աճ կնստի նաև Կոնջորյանը։ Հերթում երկրորդ փոխխոսնակի պաշտոնն է, ՔՊ թեկնածուն Վահագն Ալեքսանյանը։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։